կոնկրետ այս քննարկումը կապված է կներեք այն 23 դեպքի հետ, որ մեկ տարվա ընթացքում գիտեք 23 մահվան դեպք արձանագրվել քրեակատարող։ Սա սարսափելի մի ցուցանիշ, որից 8-ն է ինքնավնասում, բայց կապ չունի թե ինքնավնասման թե այլ դեպքերում սա կոնկրետ քննության տեղիք է տալիս, այսինքն մենք պետք է պատշաճ քննություն անցկացնենք, խնդիրները տարաբնույթ են եւ այս առումով ես շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց մենք պետք է սկսենք այդ խնդիրների հետ կապված առարկայական քննություն եւ նաեւ այդ բարելավման աշխատանքները պետք է քրեակատարողական հիմնարկներին տարվեն։ Քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Դա նաև կախված է քաղաքական նաև գործերով, որ ասենք քաղաքական քաղբանտարկյալների, քաղաքական իրենց հայացքների պատճառով, այսօր գիտեք քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված են։ Այս առումով ես նաև ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել Միքայել Սրբազանի հետ կապված գործի, ես առաջին անգամ եմ սրա մասին խոսում, Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել եւ դրա հետ կապված այդ զգայունը շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական մասնակցությամբ կատարվի եւ մենք ցավով ուզում եմ նաեւ ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաեւ մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաեւ ասել, որ կարող այդ 24-րդը Աստված մի արածը նաեւ լինի Սրբազան հայրը եւ այս առումով նաեւ իրենց ուշադրության եմ հրավիրել, ես պահանջատեր եմ լինելու եւ իմ պահանջը պետք է անհապաղ բավարարվի եւ մարդը պետք է պատշաճ կա համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգերով անցել է եւ այս հարցը պետք է անհապաղ լուծվի։ Կներեք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել այս հարցով։ Եթե վիրահատության կարիք կա, կարծում եմ, որ յուրաքանչյուր վիրահատության կարիք ունեցող մարդ, դա նշանակում է, որ ուրեմն լուրջ է, չէ՞, որ մարդը վիրահատության։ Ինչպես արձագանքեցին ներսում եւ դուք Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին ասացիք։ Մենք դիմում ենք ուղարկել, համապատասխան պաշտպանը դիմում է ուղարկել, ինձ հորդորեցին, որ ինչ որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ ա եղել, ձևը ինչ որ պետք է փոխվի, ես այդ ձևը, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է, այդ ուղումն էլ կանենք, եթե իրենք համարում են, որ այդտեղ ինչ որ խնդիրներ կա դիմումի հետ կապված, մենք այդ էլ կանենք եւ կտեսնենք դրանից հետո նորից էլի ձգձգումներ, նորից էլի արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե չեն ստեղծվում։ Իսկ մյուս 23-ի հետ կապված այլ կա, ինչի համար են ինքնավնասում անում, ինչու համար։ Տարաբնույթ պատճառներով են այդ ամեն ինչը, բայց կրկնում եմ, անկախ ամեն ինչից, մենք պետք է եւ 23 դեպքերը, եւ դրա նախորդած բոլոր դեպքերը պատշաճ քննության ուսումնասիրության ենթարկվեն եւ կրկնում եմ, քրեակատարողական հիմնարկներում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, իր դեղորայքները ստանալու, համապատասխան բուժ զննություն անցկացնելու, բանտային պայմանների նորմալ պայմաններ ունենալու, այս ամեն ինչը sense կոմպլեքս մոտեցում է, մեկ հանգամանքով պայմանավորված չի, հանգամանքները բազմաթիվ են եւ այդ հանգամանքները պետք է պատշաճ քննության ենթարկվեն եւ համապատասխան հետևանքները արվեն։ Այս հարցում էլ պետք է ախտորոշում լինի խնդիրների համապարփակ վերհանում լինի, որպեսզի կարողանանք օր առաջ խնդիրը լուծենք։ Սա նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս դեպքերը, որ կան, սա ոչ թե մտահոգիչ է, սարսափելի տվյալներ է եւ կրկնում եմ, տարին դեռ չի ավարտել, 23 դեպքը կա, որը որ նաև միջազգային բոլոր ստանդարտները կան, նաև չափանիշներ եւ մենք այդ բոլոր չափանիշների ստանդարտներին պետք է հասնենք, որպեսզի այս խնդիրներն ու այս խնդիրները իհայտ չկան։